Արցախում ունեցել եմ, բայց քիչ քանակությամբ ավելի շատ սիրողական էր։ Արմենը տեղահանումից հետո հաստատվելով Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում գործին սկսեց որպես լուրջ բիզնես մոտենալ։ Մի քանի թև թռչունը հազարի հասցնելու հարցում օգնեց Ինոբիզը։ Նախ կնոջ հորդորով մասնակցեց կազմակերպության Բյուր կրթական ծրագրի բիզնես դասերին, հետո GIZ-ի աջակցությամբ ստացավ 2 ինկուբատոր, սառցարան ու փետրահանման սարք։ Եկա տուն, ասեց դասերի ենք։ Այ բալա 50 տարեկան մարդի դասը։ Վերջինս տա չէ հետաքրքիր էր։ Ու մի օր էլ եկա տուն, քնիկս ասեց շահել ենք։ Արցախցիների գործարար կարողությունների զարգացման ուղղված Ինոբիզը վերջին 4 տարում շուրջ 2000 տեղահանվածի տրամադրել է բիզնես կրթություն, իսկ 2023-ին վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ստեղծած Բյուր կրթական հարթակում այս պահին 1500 արցախցի է սովորում։ Ինոբիզի մոդելը, կրթական մոդելը ապացուցել է իր բացառիկ արդյունավետությունը, քանի որ մենք այս պահին արդեն ունենք շուրջ 150 բացված բիզնեսներ արցախցիների կողմից, բիզնես ասելով ի նկատի ունենք փոքրիկ գործ։ Այս պարագայում հենց այդպես է պետք անվանել նրանց համար աշխատանք, զբաղվածություն եւ գոյատևելու հնարավորություն։ Նախապես կազմված կրթական մոդուլը բաժանել են ըստ թեմաների, տեսաձայնագրել, տեղադրել հարթակում։ Դասերը սկսվում են թվային գրագիտությունից, ինչպես օգտվել կայքից եւ ապահովել էլեկտրոնային նամակագրություն։ Խոսում ենք մարքեթինգի մասին, ներառելով պարտադիր թվային մարքեթինգը, խոսում ենք ֆինանսների մասին, խոսում ենք իրավաբանության, գրանցման ձևերի, հարկային համակարգերի մասին, ինչպես նաև անդրադարձ են կատարում ռեսուրսներին, գործընկերներին։ Այս բոլորը թեմաները բաժանված են ու բացի տեսանյութերը դիտելուց, իրենք ունեն նաև փոքր ընթերցանության հատված, որն իրենց օգնում է ամփոփել ստացված գիտելիքները։ Դրանից հետո կատարում են թեստային առաջադրանք, կազմում են բիզնես պլան ու ֆինանսական մոդել, ներկայացնելու տարբեր կառույցների ֆինանսավորմանը։ Այս հարցում եւս նրանց աջակցում է Ինոբիզը տարբեր դրամահավաքների, գործընկերների եւ բարերարների միջոցով։ Այս փուլում մենք մեկնարկել ենք դրամահավաք, մեկնարկել ենք արշավ, որի նպատակն է հենց մեկնարկային կապիտալի, ստարտի կապիտալի հայթայթումը արցախցիների համար, որպեսզի նրանք կարողանան բացել իրենց փոքրիկ բիզնեսները Հայաստանի տարբեր կետերում եւ իրականացնեն իրենց հնարավորությունները, այն ինչ որ իրանք սովորել են, այն ինչ որ ներդրել են եւ ձևավորել են բիզնես մոդելում, կարողանան իրականացնել։ Բիզնես գաղափարներն այստեղ բազմազան են՝ թռչնաբուծություն, խոզաբուծություն, հացաթխում, կաթնամթերքի արտադրություն ու հրուշակագործություն։ Որոշներն արդեն հաջողել, աշխատատեղեր են ստեղծել։ Այս մի քանի տարվա ընթացքում 150 բիզնես մոտավորապես ստեղծվել է։ Կարելի է ասել 150 ընտանիք իր ապագան արդեն միանշանակ տեսնում է Հայաստանի Հանրապետությունում։ Մեր նպատակն է այս արդյունքը կրկնապատկել, եւս 150-ի հնարավորություն տանք ստեղծելու իրենց բիզնեսը, ունենալու կայուն ապագա հայրենիքում։ Դավիթ Ազարյանը Մարտակերտում վարել ցանել է, իսկ հիմա ծրագրի աջակցությամբ ջերմատնային բիզնեսի առաջին հաջողված քայլերն է անում։ Կառուցում եմ ջերմոց, բայց իմ սեփական ուժերով չեմ կարողանում, ինձ ծրագիրը ֆինանսապես օգնեց եւ օգնում է, բանջարեղեն եմ մշակելու, կանաչի, գիտեմ, սավզի վերջ մի խոսքով տարբեր տեսակի կանաչիներ։ Ու այս 2 անգամ արդեն վաճառել ենք։ Առցանց կրթությունից բացի հանդիպում են մենթորների հետ, ստանում խորհրդատվություն։ Ծաղկանուշ Միրզոյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։